Պարոն Ներսիսյան, ամեն դեպքում հակիրճ ձեր այսպես ցանկությամբ Ձեր ցանկությամբ չենք կարող, դուք եկեք, Սամո եկեք։ Ձեր ցանկությամբ նիստը դռնփակ ռեժիմով անցավ, այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պնդում էր, որ ժողովրդավարության եւ թափանցիկության սկզբունքներով են առաջնորդվում, դա այս հակասության մեջ չի։ Եթե նկատեցիք հարգելի լրագրողներ եւ ըստ էության դուք ներկա եք դատական նիստին, դա նշանակում է, որ նիստը եղել է դռնբաց ռեժիմով։ Ինչ լրատվամիջոցների համար դռնփակություններ, որովհետեւ ձայնագրարման միայն թույլտվություն էր։ Ըստ էության քաղաքացիական դատավարության օրենքի նախատեսում է դռնբաց դատական նիստի հնարավորություն, որը իրենց ենթադրում է, որ յուրաքանչյուր ոք լրատվամիջոցի ցանկացած քաղաքացի իրավունք ունի մասնակցել դատական նիստին, եւ դուք ըստ էության մասնակցեցիք դատական նիստին, կատարեցիք ձայնագրություններ, ինչ վերաբերում է տեսագրությանը, դա արդեն դռնբացության ռեժիմին չի առնչվում, դա դատական նիստում լուսաբանման հնարավորությունից լուսաբանումը դուք ձայնագրություն եք կատարել եւ կարող ցանկացած ժամանակ այդ ձայնագրությունը հրապարակել նպատակարար չեմ կտնում ուղղակի բոլոր դատական նիստերով ձայնագրություն եք չի հականացել եւ ըստ էության բայց ուղիղ եթերի հնարավորություն է ընձեռվում եւ ուղիղ տարբերություն ձայնագրության մեջ եւ հանրային հետաքրքրություն ունեցող գործերը սովորաբար պետք է լուսաբանվեն ամբողջական եւ հանրությունը պատկերացում կազմի, ոչ բոլոր քաղաքացիները կկարդան այս մեր հրապարակումները կամ գուցե հնարավորություն չունենան ընթերցել եւ այլն։ Ամեն դեպքում իրավունք է, այս իրավունքն։ Լավ, պարոն Ներսիսյան, ժողովրդավարության եւ թափանցիկության առումով դուք ինչպես եք գնահատում ժողովրդավարությունը ու թափանցիկությունը նաեւ այս հանգամանքով պայմանավորված։ Շատ նորմալ եմ գնահատում, այսինքն նկատում եք, որ վարչապետի կողմից հայցը ներկայացնում։ Այո, որովհետեւ ես հենց նոր նայում էի հայկական ժամանակը, այնտեղ search-ի որոնման բաժնում կարող եք գրել օդում կախված լուրեր եւ կբերի տարբեր հրապարակումներ, որոնք հեղինակել է հենց Փաշինյանի ընտանեկան կայքը։ Ձեզ համար տարօրինակ չի, որ այն ժամանակ կարելի էր, այս ժամանակ չի կարելի, կամ ինչ կարելի է ձեզին, չի կարելի եզին։ Չէ, կարելի, չկարելի լինելու հանգամանքին չի խոսքը վերաբերում է դրա իրավական արժեքին, այսինքն ինչ նշանակում չէ, իրավական որակմանը 1087 պրիմի կոդվածը ընդունվել է մինչև ըստ էության 2018 թվականը եւ ինչա նախադեсում 1087 պրիմի կոդվածի 6-րդ մասը, որ անձը կարող է ազատվել պատասխանատվությունից, եթե հղում է կատարվում աղբյուրին, տեղեկատվության աղբյուրին։ Եվ երկրորդ կախված լուրերի աղբյուրը շարունակություն սպասեք։ Երկրորդ տարբերության համաձայն անձը չի կարող ազատվել պատասխանատվությունից, եթե այդ աղբյուրը չնույնականացող աղբյուր է։ Այսինքն օդում կախված լուրերի այդ եզրույթը չի կարող որակվել որպես հղում տեղեկատվության աղբյուրին եւ հանցնահինգ պատասխանատվությունից ազատելու համար դա օրենքով ուղղակի ամրագրված է։ Այսինքն եթե վաղեմության ժամկետի խնդիր չլինի, հնարավոր է նաեւ Փաշինյանի այս հրապարակումների եւ նրա ընտանեկան կայքի հրապարակումներին անդրադառնալ եւ իրավական գործընթաց մեկնարկել։ Ըստ էության, այս պահին Civic AM կայքի դեմ արկա մի քանի դատական գործեր եւ ըստ էության դա արկել չի յուրաքանչյուր ոք, այո, իրավունք ունի մտնել դատարան, եթե գտնում են որ իրավունքները խախտվել է, կարող է դիմել եւ իրավունքները պաշտպանել։ Այստեղ նորից կնշեք դուք ինչն եք վիճարկում, որ դավաճանելու չդավաճանելու փաստը թե անանուն հղումը։ Ըստ էության կողմը պատասխանողը հղում է կատարում, որ իր կողմից ոչ թե փաստացի տվյալ է հրապարակվել, այլ կատարվել է հռետորական հարցադրում, արդյոք Նիկոլ Փաշինյանը դավաճանել է կնոջը թե ոչ։ Հռետորական չի հարցադրում։ Ես գտնում եմ, որ դա հռետորական հարց է, բայց մենք հայցադիում չենք վկայակոչել հռետորական հարցի հանգամանքը։ Մենք այնտեղ հոդված ունի ավելի կոնկրետ փաստական հանգամանքների վերաբերյալ հղում, մենք այդ փաստացի տվյալներն ենք մեջ բերել եւ դիտարկել ենք, որ դրանք ոչ թե հռետորական հարց են, այլ կոնկրետ տեղեկատվություն է որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ։ Բայց համատեքստից դուրս համատեքստից դուրս դիտարկումն է կստեղծանը անել լուրերի համաձայն։ Հա, տեսեք, երբ որ ընդհանրապես մեկ հատված ընդհանուր համատեքստից դուրս է կանել, չի կարող ամբողջ հոդվածը համարել զրպարտություն։ Ես էլի եմ ասում, եթե հոդվածը վերջանար հետևյալ հարցով, արդյոք Նիկոլ Փաշինյանը դավաճանում Նիկոլ Փաշինյանը թե ոչ, եթե չտարածար այդ տեղեկատվություն, դա բնականաբար զրպարտություն չէ լինի։
քաղաքացիական օրենսգրքի 1000 պրիմիկ հոդվածի իմաստով։ Բայց եթե այնտեղ դիտարկում կա, նշում կա, որ համառ լուրեր են պատտվում, որ դուք դավաճանել եք, դա արդեն համառա փաստացի տվյալ եւ չեն պատտվում այդ լուրերը։ Դե էլի ես հիշեցնում 1080 պրիմիկ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերության, որ դա չնույնականացող աղբյուր է։ Եթե հղում կատարել կոնկրետ աղբյուրի, բայց համանadrական դատարանի նախադեպային որոշում կա, որ կոնկրետ աղբյուրը առանց բացահայտելու կարող են նաև այդպիսի հրապարակել, ընդ որում այդ գործն էլ է վերաբերվել հրապարակին եւ ինչպես գիտեք 9-րդ մասը թույլ է տալիս եւ ըստ զանգվածային լրատվության միջոցի իրավունքին չհրապարակել տեղեկատվություն աղբյուրը, այս դեպքում պատասխանատվություն ստանձնան միանձին է։ Այսինքն դրա իրավական հետևանքը կայանում է նրանում, որ ըստ էության տեղեկատվություն տարածողն է ստանձնում պատասխանատվությունը։ Այ օրինակ նույն պայմանով մենք փորձում ենք հասկանալ Նորայր Մարտիրոսյանը թե չէ տարածողը։ Եթե լիներ Նորայր Մարտիրոսյանը, այսօր հարց կներ հեղինակի հետ կապված, էլի։ Բայց մի ուրիշ հարց է, էլի, քան որ Նիկոլ Փաշինյանը չի եկել հետաքրքիր է, օրինակ մեր լրագրողներից համար այս հայցը շատ զավեշտալի հայց է, որովհետև Փաշինյանն ինքն իր գործունեության ընթացքում հազարավոր այսպիսի հրապարակումներ է արել եւ բացի դրանից մենք էլ բազմիցս այդ իրավունքից օգտվում ենք եւ նաեւ զավեշտալին այն է, թե չի ապացուցվում, օրինակ ինչով է տուժել Նիկոլ Փաշինյանը, եթե այստեղ կանգնած լիներ եւ ասել օրինակ ինձ փողոցում տեսել են, ասել են դու տիկնոջը դավաճանում ես, որովհետեւ հրապարակը այդպես է գրել, մենք հասկանանք, որ առարկայական վնաս է հասցվել իր այսպես ասած բարի համբավին։ Այսինքն պնդում եք, որ հրապարակված նյութը չի հատորում հայցվորի պատիվն արժանապատվությունը, հարցադրում է, որին հնարավորություն ուներ Փաշինյանը պատասխանել։ Հարցի համար ըստ էության հենց հայցադիմով էլ է վկայակոչվել եւ հենց հոդվածում նշվում է, որ այս հարցի բարձրաբանումը կարեւոր է երկրի ղեկավարի բարոյական որակները հասկանալու համար։ Այսինքն եթե պայմանականորեն այդ տեղեկատվությունը հասածի նույն հաջողությամբ անձի ոչ միայն վարչապետն այլ ցանկացած յուրաքանչյուր ոգի մասնավոր կյանքի վերաբերյալ ամուսական անհավատարմության, հասարակական ընտանեկան անձնական կյանքում էթիկայի կանոնին հակասող որևէ գործողությունը հանգեցնում անձի պատվի եւ արժանապատվության պարարտավորման ըստ էության եւ հենց այս հոդվածի հրապարակմամբ եւ հենց այդ հոդվածում արված արտահայտությունների մասով որ այո վարչապետը պետք է լինի բարեվար եւ նա որոշակի բարոյական չափանիշ եւ ուղիղ շեշտը դրվում է հենց անձի պատվին ու արժանապատվությանը եւ մենք հենց այդ հանգամանքն ենք վկայակոչել որ այո նպատակ է ունեցվել որ նպատակ է եղել ըստ էության վիրավորելու արատավորելու Պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն ցանկացած հարցադրման եթե այդ հարցադրումը կա նաեւ հանրության մոտ եթե այդ հարցադրումը կա հիմա հղում է արվում լուրերին, որոնք հանրության շրջանում պտտվում են եւ այսպիսով վարչապետը պետք է նաեւ հասկանա, որ կարող է նաեւ իր անձնականին վերաբերող հարցադրումներ լինեն։ Հիմա այստեղ խնդիրը ո՞րն է, եթե պատրաստ չեն այդ ամենին այստեղ լրագրողը ինչ անի, լրատվամիջոցը ինչ անի։ Շնորհակալություն հարցի համար, դարձել մի բարձրաբանում տամ, դուք շեշտեցիք, որ այո, անձը հանրային դեմք է եւ պետք է պատասխանի ցանկացած քննադատությանը, բայց հարցադրմանը եւս։ Հարցադրում, եթե ես նշեցի, եթե ի սկզբանե ավարտվեր հարցադրման, ըստ էության կվերջանա, այստեղ սեփական գործ չլինի։ Բայց նաև նշեմ մի հանգամանք, ես նաև դատական իսկ ընթացքում վկայակոչեցի Մարտիրոսյանի եվրոպական դատարանի այն դիրքորոշումը, որ արդյոք այդ հարցը կարող է համարվել հանրային հետաքրքրություն ներկայացող հարց թե ոչ, եւ ըստ էության անձի մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկատվություն չի կարող հանձնալ հանրային հետաքրքրություն ներկայացող հարց, որքան հայտնի է որ լինի, այսինքն անկախ անձի հայտնի լինելու հանգամանքից, պաշտոնյա լինելու հանգամանքից, որևէ անձ չի կարող տարածել տեղեկատվություն անձի մասնավոր կյանքի վերաբերյալ։ Այլ կարող է լինել, օրինակ, չգիտեմ, հանրային հետաքրքրություն ներկայացող հարց կարող է լինել առողջության վերաբերյալ բնակավարի հարցերը, այն բոլոր հարցերը, որոնք կարող են նպաստել հանրության անձնական ես վկայակոչեցի դրա համար ես վկայակոչեցի Վան Հանովեր ընդդեմ Գերմանիայի Մարտիրոսյանի եվրոպական դատարանի կողմից կայացված նախադեպային որոշում, որը ընդգծում որ համասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկատվություն չի կարող ամբողջ աշխարհում պաշտոնյաների
այդ թվում անձնական կյանքը հանրության հետաքրքրության շրջանում է եւ սա չի կարող շրջանցել Հայաստանի շատ լավ է կարգոչում ամբողջ աշխարհը, ես էլ կարգոչում մարդու անձնական եվրոպական դատանի կոնվենցիան, որը ըստ էության որոշում կայացել է Գերմանիայի դեմ եւ հենց մարդու անձնական եվրոպական դատարանը քննարկում է Եվրոպայում քննարկող գործեր եւ դա իրենց ենթադրում է որ ամբողջ աշխարհում չի կարող տարածել տեղեկատվություն անձի մասնավոր կյանքի վերաբերյալ անկախ այդ մարդու հանրային պաշտոն զբաղեցնելու հանգամանքից։ Փաշինյանը ինչի է պարբերաբար անում ներեք։ Փաշինյանը պարբերաբար մարդու տեղեկատվություն է տարածում։ Յուրաքանչյուր ոք ազատ է իր անձնական պաշտպանության համար, եթե գտնում են իրենց իրավունքները խախտել, կարող են դիմել դատարան։ Պարոն Ներսիսյան, եւ քանի որ տեսնում ենք, որ տարբեր ԿՊԱ-կանների գործերով ձեր ընկերությունն է եւ դուք եք հիմնականում ներկայանում, ձեզ է վստահում Փաշինյանը միայն։ Չէ, ուղղակի իմ մասնագիտացությունը ավելի, ասեմ, իմ մասնագիտացումը կոնկրետ ուղղված է անձի պատվի եւ արժանապատվության արտավորող գործերով ուղղության, այսինքն ես իմ ուղղվածությունը այդ կողմն է, դրա համար դրանով պայմանավորված ես ստանձնել եմ քաղաքացիական պայմանագիր։ Կուսակցության այդ թվում որոշ պատգամների իրավունքների պաշտպանություն։ Մի հարց էլ կարելի է ես։ Տեսեք, դուք ասում եք, որ երկրի ղեկավարի բարոյական կերպարի հետ կապված խնդիրներ կա, դուք այդ հարցադրումը կարող եք դիտարկել երկու տեսակետից, մեկը վիրավորելու տեսակետից, մեկն էլ արդյոք չեք դիտարկում այն հանգամանքը, որ կարող է պատահի հրապարակ օրաթերթը, քանի որ նման լուրեր են պտտվում, նա այդ հարցադրումը դրել է, որ վերջապես մեր սիրելի վարչապետին եկեք փրկենք այս կերտ ու սուտ լուրերից։ Այս մեր վարչապետը հրաշալի մարդ է, ընտանիքի նվիրված մարդ է։ Գուցե նպատակադրումը դա է, որ վարչապետը պատասխանել է։ Այո, եթե ելի եմ ասում, եթե սահմանափակվեր այդ տեղեկատվությամբ, որ այո, հարցը ինչ է, դե դա արդեն համանուն փաստացի տվել, որ արարողն անձի պատասխանատվություն։ Հարցը տրվում է, որպեսզի հարցը տրվում փաստացի կոնկրետ համար լուր են պատտում, հաջորդ ինչ է լինում։ Ոչ, լուրեր են Ինչ տեղեկատվություն է տալիս։ Եթե այլոց ենթադրությունները, այլոց կարծիքները։ Հա, ես դարձյալ։ Եթե դատավարության փոխարեն, դատավարության փոխարեն ընդհանրապես լիներ մի պատասխան, որ ոչ, ես չեմ դավաճանում ինքն չէ։ Եթե միայն հարցադրում լիներ, արդյոք Նիկոլ Փաշինյանը դավաճանում է կնում չէ, թե ոչ, դա չէր կարող դարբել որպես 7 տեսակի հարցադրում ա եղել, 7-ին էլ մի պատասխանով, 7-ին էլ պատասխանով։ Ես էլ եմ ասում, այնտեղ տարածել է տեղեկատվություն, ըստ որի համար լուրերը պատտվում, որ դուք դավաճանում եք Տիկին Աննա Հակոբյանին։ Դա արդեն համանուն փաստացի տվել, որը արտադրում անձի պատվին արժանապատվությունը, որը պետք է ապացուցի պատասխանող կողմը, ըստ էության արձանագրենք, որ պատասխանող կողմը որովհետեւ վերաբերելի եւ թույլատրելի ապացույց չի ներկայացրել այդ փաստը հիմնավորելու համար։ Դա արդեն կարող է կախված լուրեր կան, դա ինչպես կորակե։ Եթե օրինակ ասել օդում կախված լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանում է իր կնոջը։ Դա էլի համարվում է չունական ցողախտին, փոխում եւ չի կարող անցնել պատասխանատվությունից։